Թուրքական պետության դեմ մոտ կես դարի արյունալի պատերազմներից հետո քրդական բանվորական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման ու զինաթափման մասին։ Իրաքի հյուսիսում հրավիրված եզրափակիչ համագումարից հետո զինյալ խմբավորումը հայտարարել է ժամանակն է զենքը փոխարինել դիվանագիտական մեթոդներով։ Եվրամիության անդամ երկրները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանեն, եթե Մոսկվան մինչև օրվա ավարտ չհամաձայնի հրադադարի, հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեփան Կորնելիուսը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդին պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին, բայց մինչ այդ, ինչպես պնդել է Զելենսկին, Մոսկվան պետք է համաձայնի երկարաժամկետ հրադադարի։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները Ստամբուլում պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, պատասխան հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ Ռուսաստանը լրջորեն է տրամադրված Ուկրաինայի հարցով երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելու հարցում, իսկ վերջնագրերի լեզուն անընդունելի է Ռուսաստանի համար։ Լեհաստանը հետ է կանչում Կրակովում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության համաձայնությունը պաշտոնական Վարշավան հայտարարել է, որ նման որոշման համար հիմք են ընդունել անցյալ տարի Լեհաստանի մայրաքաղաքում գտնվող առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհում ռուսական կողմի ներգրավվածությունը։ Լեհական իշխանությունները պնդում են, որ բռնկված հրդեհը ռուսական հետախուզական ծառայություններն են կազմակերպել։ Վարշավայի մեղադրանքներն անհիմն են, ի պատասխան հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների 4-րդ փուլն արդյունավետ է գնահատել, հայտարարելով, որ կողմերն այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները։ Արաղչիի խոսքով Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են շարունակել բանակցությունները, որոնք ուղղված են Իրանի միջուկային ծրագրի սահմանափակմանը միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Պաղեստինյան Համաս խմբավորումը խոստացել է երկուշաբթի օրը ազատ արձակել 2023-ի հոկտեմբերին գերեվարված Միացյալ Նահանգների և Իսրայելի 21-ամյա քաղաքացի Իդան Ալեքսանդրին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված խմբավորումը նաև պատրաստակամություն է հայտնել համաձայնագիր կնքել բոլոր պատանների ազատ արձակման վերաբերյալ։ Վաշինգտոնն ու Պեկինը համաձայնության են եկել մայիսի 14-ից փոխադարձաբար նվազեցնելու մաքսատուրքերը, հայտնում է Սպիտակ տունը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտի խոսքով ամերիկյան կողմը Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը 145%-ից կնվազեցնի մինչև 30%, իսկ Չինաստանը 125-ից մինչև 10%։